Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք MedTime հաղորդումը, որի ընթացքում մենք ներկայացնում ենք առողջապահության ոլորտի նորությունները հյուրընկալում մասնագետների, ովքեր կիսվում են խորհուրդներով, տրամադրում տեղեկատվություն եւ այդ ամենը պարզ եւ մատչելի լեզվով։ Հոկտեմբերը ողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս, եւ մենք մեր հաղորդման շրջանակում չենք կարող չանդրադառնալ այս կարևոր թեմային։ Այսօրվա թեման է կրծքագեղձի քաղցկեղի իրազեկումը։ Մնացեք մեզ հետ, քանի որ առողջությունը սկսվում է ճիշտ տեղեկատվությունից եւ գիտակցված ընտրությունից։ MedTime հաղորդման գործընկերներն են MRT կլինիկը, ձեռագործ հայկական թեյեր արտադրող ընկերություն Թեյանը, Nabu Production-ը։ 185 երկրներից 157-ում կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքը։ Համաձայն առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների 2022 թվականին ողջ աշխարհում գրանցվել է կրծքագեղձի քաղցկեղի 2.300.000 նոր դեպք եւ ավելի քան 670,000 կին մահացել է այս հիվանդության պատճառով։ Կրծքագեղձի քաղցկեղը հանդիպում է նաեւ տղամարդկանց մոտ, սակայն համեմատության մեջ այն կազմում է շատ չնչին տոկոս։ Ընդհանուր կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների մոտ 0.5-ից 1%-ը։ Այս վիճակագրությունը վկայում է այն մասին, որ թեման դեռ արդիական է եւ մենք բոլորս ունենք անհրաժեշտություն ավելի շատ ջանքեր գործադրելու իրազեկման եւ հիվանդության վաղ կանխարգելման համար։ Այս վիճակագրությունում ցավոք Հայաստանը բացառություն չէ։ Միջազգային վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանում յուրաքանչյուր տարի գրանցվում է մոտ 1000 նոր դեպք եւ ավելի քան 450 մահվան դեպք։ Ըստ առողջապահության նախարարության տվյալների 2024 թվականին հայտնաբերվել է ավելի քան 1600 նոր դեպք եւ կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքը։ Սակայն այստեղ ունենք զգալի առաջընթաց։ Նոր հայտնաբերված դեպքերի ավելի քան 60%-ը հայտնաբերվել են վաղ փուլերում, հիմնականում առաջին եւ երկրորդ փուլում։ Նման ցուցանիշների հնարավոր է եղել հասնելու նաև այն բանի շնորհիվ, որ դեռևս 2021 թվականին առողջապահության նախարարության կողմից ներդրվեց պիլոտային սկրինինգային ծրագիրը, որը հնարավորություն տվեց 4 հիմնական մարզերում հետազոտելու ավելի քան 34,000 կնոջ, ում մոտ հնարավոր եղավ ախտորոշել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլերում եւ ստանալ հնարավորություն բարելավելու կյանքի որակը։ Հատկանշական է, որ հետազոտված կանանց գրեթե 90%-ի մոտ կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերվել էր առաջին եւ երկրորդ փուլերում։ Եվ այսօր, կարևորելով կնոջ առողջությունն ու կյանքի որակը, առողջապահության նախարարությունը ընդլայնել է սկրինինգային ծրագիրը, դարձնելով այն համապետական։ Կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման եւ կանխարգելման, ինչպես նաեւ մեր երկրում իրականացվող սկրինինգային ծրագրերի մանրամասնությունների մասին կզրուցենք MedTime հարցազրույցի մեր այսօրվա հյուր Արթուր Ավետիսյանի հետ։ MedTime հաղորդման գործընկերներն են MRT կլինիկը, ձեռագործ հայկական թեյեր արտադրող ընկերություն Թեյանը, Nabu Production-ը։ Կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման եւ կանխարգելման, ինչպես նաեւ Հայաստանում գործող սկրինինգային ծրագրերի մասին կխոսենք MedTime հարցազրույցի մեր այսօրվա հյուր Արթուր Ավետիսյանի հետ։ Բժիշկ Ավետիսյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ինչպես գիտենք, ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս, եւ մենք չենք կարող չանդրադառնալ այս խնդրին, որը նաեւ առկա է Հայաստանում, բայց մինչ այդ կուզեմ մի հարց տալ, ինչու ուռուցքաբան եւ ինչու կրծքային վիրաբույժ։ Նախ շնորհակալություն հրավերի համար եւ հատկապես հոկտեմբեր ամսին, որ ամեն տարի հոկտեմբերին ակտիվանում ենք բոլորս։ Կներեք մի հատ այդտեղ հետ գնամ, հետո ձեր հարցին պատասխանեմ, շատերը ասում են մենք էլ ենք հաճախ ասում, որ ավելի հաճախ պետք է խոսենք, քան տարին մեկ անգամ, բայց մյուս կողմից, եթե գոնե տարին մեկ անգամ հոկտեմբերին խոսելը իր արդյունքին հասնի, այսինքն ինչ որ մեկ հենց հոկտեմբերին գնա ու հետազոտվի, կստացվի էլի մեր զրույցը տեղ հասավ։ Ինչ վերաբերում է ուռուցքաբանին, այսպես ստացվեց, որ շատ հարց եք տալի, որ 25 տարի առաջվա հարց է, ինստիտուտ ավարտելուց հետո Արգարժան մեր Արի Միխայիլովիչ Գալստյանը, հա, այն ժամանակ մենք ծանոթ էինք ընտանիքներով եւ ես հարցրեցի եւ կարող եմ գալ ձեր մոտ, ասաց իհարկե։
այդ կարճ տևեց այդքան ռուսկաբան դառնալը։ Ինչ վերաբերում է կրծքագեղձին, սկզբում այո, բաժանմունքում ամեն տեսակի ուռուցքներով զբաղվում էինք, ամեն տեսակի ու բոլոր տեսակի վիրահատությունները, հետո այդպես ստացվեց, որ կրծքագեղձը մի փոքր ավելի շատ էր քանակով, աստիճանաբար, շատ աստիճանաբար տեղի ունեցավ, որ մեկ էլ մի պաս գացի մենք կրծքագեղձով ենք զբաղվում, մեկ էլ մի այտենց, չգիտեմ, երազանք ասեմ, այն ժամանակ կարծես երազանք էր, բայց հետո դառավ նպատակ, ես միշտ երազում էի կամ նպատակ ունեի, որ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգը նախ անպայման լինի, երկրորդը երբել որ լինի, այսպես ասած իմ մատը խառը լինի մեջը։ Մենք դրան իհարկե դեռ կանդրադառնանք ընթացքում։ Մենք սովորաբար ասում ենք, անդադ հնչում է դա, որ վաղ ախտորոշումը կյանքեր է փրկում, բայց ինչպես անենք եւ համոզենք, հա, որ կանայք, ովքեր վախում են հետազոտություններից, այնուամենայնիվ այդ տարին մեկ անգամ կամ ավելի հաճախ ըստ անհրաժեշտության գնան այդ հետազոտությունները, այսինքն ինչպես պետք է նպաստենք, որ վախերը մեղմվեն, գուցե վերանան եւ ավելի տենց զգոն դառնան մարդիկ։ Տեսեք, ինքը բազմաշերտ է ձեր հարցի պատասխանը։ Իրականում վերջնակետը դա մշակույթի փոփոխությունն է։ Այսինքն, երբ որ ոչ մեկին ոչ պետք է պարտադրես, ոչ համոզես, ոչ լուսաբանես, ինքը դառնա մշակույթի ձև, հա, ոնց որ առավոտյան ատամ ես լվանում, դու հիմա հասկանաս, որ տարվա այդ ինչ ժամանակը դու պետք է այցելես գինեկոլոգի կամ ատամնաբուժի կամ կրծքագեղձի մասնագետի եւ այլն։ Այսինքն դրա վերջնակետը մշակույթի ձևավորումն է։ Մինչ դա ամեն տեսակի քայլերը իրենց դերը խաղում են։ Գիտեք, իմ կարծիքով այստեղ պետք է բացին հենց որ կրթել կնոջը, բացատրել իմաստը, որ ջայլամի քաղաքականությունը չի ընդունվում քաղցկեղի կողմից եւ այլն։ Երևի այստեղ պետք է ակտիվանան հարազատները, հավատացեք ինձ։ Ես հաճախ, երբ որ երիտասարդ կին է գալի ինձ մոտ, ոչ լուրջ խնդրով, չգիտեմ, սովորական ինչ-որ մի ցավով խորհրդի կարիք ունի, բացատրում եմ, տեսնում եմ թե մայրը ինչպես է անհանգստանում աղջկա համար եւ այլն, բայց մայրը երբեք չի հետազոտվել։ Ու բնական է ստիպում եմ, ասում եմ, ձեր ժամանակն է, այստեղ խնդիր չկա, դուք հետազոտվեք, վայ, ես մեծ եմ եւ այսպես ասած մեր հայկական զրույցները երեխեքն են կարևոր եւ այլն։ Զգում եմ, ես էլ մայր ունեմ, շատերը սա բոլորը իրար նման են այդ հարցում, հա։ Ես շուռ եմ գալիս երիտասարդին, հա, աղջկան կամ երեխաներին, ասում եմ դու պարտադրի, հա, ու այնքան եմ սովորեցնում, որ ասում եմ, եթե քեզ կասի գնանք բժշկի, կասես կանես մամոգրաֆիա, կգամ։ Չէ, այսինքն մեկս մյուսին, չեմ ուզում ասեմ պարտադրել, բայց հիշեցնել, որ քո առողջությունը միայն քոնը չի, դու ինչ որ մեկին պարտավոր ես քո լինելով, պարզապես քո լավ լինելով, հա։ Դրա համար ես կարծում եմ նոր մարտավարություն կարելի է որդեգրել եւ երեխաներին պարտադրել, որ զավակներին, որ նրանք պարտադրեն ծնողներին։ Մար եւ դուստր հոկտեմբեր ամսին գնում ենք կրծքագեղձի իրանք շատ ավելի ակտիվ լինեն այդ հարցում ու վստահ եմ դա միայն օգուտ կտա ամբողջ ընտանիքին։ Իսկ կան առօրյայում ինչ որ սովորություններ, որոնք կարող են մինիմիզացնել, հա, ռիսկը հիվանդացության կամ նպաստել վաղ ախտորոշմանը։ Տեսեք, ընդհանրապես քաղցկեղ ունեցող կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց առնվազն 70%-ը որևէ հայտնի ռիսկի գործոն ընդհանրապես չունի։ Ստացվում է, որ 70%-ը մեր հույսը դնում ենք սկրինինգին, այսինքն անընդհատ չեկապներին եւ այլն։ Այն 30%-ի, որոնք ռիսկի գործոններ կան, փորձելով մինիմալի հասցնել ռիսկի գործոնները, կարող ենք որոշակի ռիսկերը իջեցնենք, հա, բայց միևնույն է 70-ը մնում է։ Այսպես ասած, ապացուցված ռիսկի գործոնները դեռ կարող է հետագայում նոր ռիսկի գործոններ ի հայտ գան։ Դա գիրությունն է կնոջ համար եւ ամենակարևորներից է, այսինքն, որ պետք է քաշի ավելի հետևողական լինեն իրենց քաշի։ Դա ֆիզիկական ակտիվությունն է, որքան пассив, այնքան ռիսկը բարձր եւ հակառակ, ինչքան որ կինը ակտիվ լինի, այնքան այսպես ասած ռիսկը քիչնի իր, հա։ Կա ժառանգական նախատրամադրվածություն, բայց առանձին պատմություն է, որովհետեւ սրանք հայտնի գեների մուտացիաների հետևանքով կա այդ նախատրամադրվածությունը, առանձին ռիսկի գործոն է եւ կապ չունի քո քաշի հետ, դու կարող ես շատ ամբողջովին առողջ ապրելակերպ վարել, բայց ունենաս այդ չարաբաստիկ գենը, հա, մենք բոլորս հայտնի Անջելինա Ջոլիի գեների մասին ենք խոսում։ Ալկոհոլը որոշակի բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը, եթե կինը
ամեն օր թեկուզ 1 բաժակ գինի խմի, հա, եթե բայց դա անի կանոնավոր։ Երևի ամենաարտահայտվածներից կարող եմ սրանք թվել։ Եվ մենք արդեն ոնց որ դուք նշեցիք ձեր երազանքի նպատակի մասին, հա, որ Հայաստանում լինեն սկրինինգային ծրագրեր եւ գիտենք, որ հենց սկրինինգներն են նպաստում վաղ հայտնաբերմանը, օրգանապահպան վիրահատությունների եւ այլն։ Կասեք, Հայաստանում ինչ ծրագրեր ունենք։ Ես կուզենայի, որ դուք շեշտադրեիք պիլոտային ծրագիրը, դրա մասին մի փոքր ներկայացնեիք, եւ նաեւ որ արդեն դարձել է համապետական, որովհետեւ մեր հեռուստադիտողներն էլ կանայք, հա, մասնավորապես ավելի տեղեկացված լինեն եւ անցնեն, հա, այդ ծրագրերով, որոնք հնարավորություն են տալիս վաղ ախտորոշելու։ Տեսեք, սկրինինգը ինքնին բավական թանկացույց է ցանկացած պետության համար։ Եվ միգուցե դա է պատճառը, որ մենք շատ ավելի դանդաղ եւ քայլ առ քայլ ենք գնում մեր երազանքի սկրինինգին, այսպես ասեմ։ Եթե երևի բոլորը ով տեսել են հարցազրույցները, տեղեկ են, որ հաճախ պատմում որ դեռ 21 թվականից պիլոտային ծրագիր էինք սկսել Հայաստանում, ու շատ հաջող ընթացք ունեցավ նա, մարզերով շրջում էր մեր շարժական մամոգրաֆը եւ անվճար բնականաբար սկրինինգային մամոգրաֆիա էինք անցկացնում կանանց, քաղցկեղի կասկած հայտնաբերելու դեպքում հրավիրում էինք լրացուցիչ հետազոտությունների, որոնք նույնպես իրականացվում էին պետության ֆինանսավորմամբ, իսկ արդեն քաղցկեղ հայտնաբերելու դեպքում նույն մնացած քաղաքացիների պես ունենում էին նույն արտոնությունները։ Մենք անցել ենք Սյունիքի մարզով, Լոռի, Տաուշ, Շիրակի մարզ եւ հիմա Գեղարքունիքի մարզը ավարտում ենք, մեքենան գտնվում է Ճամբարակ քաղաքում, այս ամսվա վերջ այնտեղից դուրս կգանք եւ կտեղափոխվենք մեկ այլ մարզ, շատ մեծ հավանականությամբ Կոտայք, եւ ասեմ, որ այս ընթացքում սկրինինգի, ընդհանրապես պիլոտային ծրագրի իմաստը նա էր, որ մենք վերցանեինք դժվարությունները, ավելի նպատակային սարքեինք, օպտիմիզացիա անեինք մեր բոլոր քայլերի մեջ, հա, անտեսանելի խոչընդոտները վերանեինք եւ խնդրին լուծում տայինք, այդպես էլ արեցինք եւ հիմա արդեն ասեմ, որ նույն շարժական մամոգրաֆով իրականացվող եւ ընդհանրապես մյուս ծրագրի մասին էլ խոսանք, սկրինինգով հայտնաբերված քաղցկեղի դեպքում ոչ միայն գործիքային լրահետազոտումներն են պետպատվերի շրջանակներում, այլ եւ հյուսվածաբանական եւ իմունոհիստոքիմիական քննությունը, բնականաբար կրկնակի մամոգրաֆիան կամ կոմպյուտերային տոմոգրաֆիան նույնպես ծածկվում են։ Այսինքն որևէ կերպ կնոջը միայնակ չենք թողնում իր ախտորոշման հետ, հա։ Ասեմ, որ մոտ 35000-ից ավել կին ենք հետազոտել, 320 հաստատված քաղցկեղի դեպք են գտել, ցավոք սրտի նրանց մեջ կային պացիենտներ, ովքեր հրաժարվում էին բուժումից, հա, բայց նրանց հետ պերիոդիկ զրույց ենք անցկացնում դրա մասին, բայց ասեմ, եթե այն այլ մարզերում կամ Երևան քաղաքում, որտեղ որ չկա սկրինինգային ծրագիր, առաջին երկրորդ փուլերի քաղցկեղը կարող է մի փոքր գերազանցի 60%-ը կամ մոտ լինի 60%-ին, հա։ Իսկ այն մարզերում, որտեղ սկրինինգային ծրագիր են կանում, այդ ծրագրի շրջանակներում 0 փուլը, առաջին եւ երկրորդ փուլը, վաղ փուլերը գերազանցում են 90%։ Բավական մեծ ձեռքբերում է։ Շատ մեծ տարբերություն է, այսինքն ինչ է ստացվում։ Մենք հաճախ երբ որ տրեյնինգ եմ անում մարզային բժիշկների հետ, միշտ մոտիվացնելու համար ասում եմ պատկերացրեք, որ ձեր մարզում այս պահին մոտավորապես բնակչությունը պարզում եմ, հա, 50-ից 69 տարեկան, իսկ հիմա արդեն 48-ից 68 ենք հետազոտում, այդ կանանց շրջանը վերացական, հա, օրինակ 1000 կին կա եւ պատկերացրեք այդ 1000-ից մոտավորապես 10-ից 12 հոգին ունեն քաղցկեղ, բայց չգիտեն դրա մասին, ձեր հետ գալիս են աշխատանքի, գնում են տուն եւ այլն, մենք պետք է մեր նպատակն է նրանց գտնենք։ Իդեպ, այստեղ շատ հետաքրքիր բան կա, սկրինինգի, սիրում եմ այդ տերմինը օգտագործել այստեղ, սկրինինգը ունի էթիկական մաս եւ հենց սա է էթիկայի մասը սկրինինգի։ Երբ որ ինչ-որ մեկը հիվանդ է լինում, ինքն է փնտրում բժիշկի։ Սկրինինգը հակառակն է, բժիշկը փնտրում է պացիենտին։ Հա, դա շատ գեղեցիկ էթիկական մաս է։ Մենք դուր առ դուր ընկած գտնում ենք այդ բոլոր կանանց մեջ հենց այն կանանց, ում կարող ենք փրկել, ում ամենավաղ փուլում կհայտնաբերենք, ում եթե չանենք այդ մամոգրաֆիան, ինքը արդեն ինքը մեզ կփնտրի, բայց ավելի ուշ փուլում։
Այսինքն դա վերաբերվում է իդեպ բոլոր սկրինինգներին, հա, եւ կլինի դա արգանդի վզիկը, թե հաստաղիկը, այսինքն նա ունի իր մեջ այդպիսի գեղեցիկ էթիկական մաս։ Նշեցիք, որ եւս մի փուլ ունենք սկրինինգի, որը ներառում է նաեւ Երևանը, ճիշտ եմ հասկանում։ Տեսեք, այդ պիլոտային ծրագրից հետո շատ մարզեր ձեռք բերեցին թվային մամոգրաֆներ, մարզկենտրոններ եւ մարզերի բուժկենտրոնները իրենց ուժերով կամ պետության օգնությամբ ձեռք բերեցին թվային մամոգրաֆներ։ Նրանց մասնագետները, Երևանի մասնագետների հետ միասին վերապատրաստում անցան գերմանական մասնագետների հետ, ստացան համապատասխան սերտիֆիկացիոն, որ իրավունք ունեն սկրինինգային մամոգրաֆիա անցկացրեն, եւ հիմա արդեն 11 կենտրոն ամբողջ Հայաստանում, իհարկե առայժմ մեծամասնությունը նրանց Երևանից են, բայց 11 կենտրոն ստացել է այսպես ասած թույլտվություն եւ պետության կողմից սերտիֆիկացվել է, որ իրավունք ունի անցկացնի սկրինինգային մամոգրաֆիա։ Առայժմ այդ ծայրահեղ դասական սկրինինգի պես չի անցկացվում ինքը, երբ որ միայն տարիքն է լինում չափորոշիչը, ոնց որ մենք անում ենք մարզերում, այսինքն մենք օգնում ենք դասական սկրինինգին։ Հաջորդ փուլը, ինչպես համապարփակ ապավագրությունն է պատրաստվում ընդլայնվել, նույն արագությամբ, միգուցե ավելի արագ սկրինինգը ընդլայնվի եւ հասարակության կանանց շրջանի ավելի լայն շերտեր կընդգրկվեն մեջը, որը արդեն տեսանելի, տարիներ հետո տեսանելի կլինի Կասկադի քաղցկեղի մահացությունը զգալի եւ տեսանելի կնվազի Հայաստանում։ Համակարգը, այսպես ասած, առողջապահական նպաստում է նրան, որ այնուամենայնիվ այն ինչպես դուք ասացիք, հա, բժիշկը գնա պացիենտի հետևից եւ մաքսիմալ վաղ փուլերում ախտորոշի հիվանդությունը, որը թույլ կտա հասնել լավագույն արդյունքին հիվանդության դեպքում։ Բայց այնուամենայնիվ լինում են դեպքեր, երբ որ ուշ փուլում են դիմում, ինչ եք դուք զգում որպես մասնագետ եւ ինչն է առաջնայնություն ձեռք բերում, երբ որ հայտնաբերվում է հիվանդությունը ավելի ուշ։ Գիտեք, մի հատ հետաքրքիր զգացմունք ասեմ ձեզ, երբ որ շատ ավելի երիտասարդ էի, երբ որ ես տեսնում էի ուշացումով դիմող քաղցկեղով կին, ինչ որ հոգուս խորքում մտքիս ես մեղադրում էի այդ կնոջը, այն բանով, որ ինչի չես ստուգվել, ինչի չես գնաց եւ այլն։ Հիմա այդ հետաքրքիր բանը առաջացել, ես ինձ եմ մեղադրում դրա մեջ, որովհետեւ ես միտեղ թերացել եմ, ուրեմն միտեղ, չգիտեմ, հեռուստացույցով լավ չեմ բացատրել, մյուս պացիենտներից չեմ ասել հարևաններիդ էլ կբերես ստուգման, չգիտեմ, ինչ որտեղ նոր զգացմունք է առաջացել, ես ինձ որպես ոլորտի ու մասնակի իմ չափով պատասխան հտուց սկսել եմ ինչ որտեղ հնաբնակ, ես սկսել եմ իմ մեղավորությունը այդտեղ զգալ, ու որովհետև նույն ֆոնին այնքան շատ են սկսել հայտնաբերվել վաղ փուլերում, որ եթե նախկինում մեր համար արտասովոր էր 0 փուլում հանդիպելը, հիմա սկսում է արտասովոր լինել արդեն 4 փուլում հանդիպելը։ Դրա համար այդ մեղքի զգացումը որոշակի ինձ մոտ է առաջանում։ Բայց միևնույն ժամանակ երևի ուրախացնող է, որ այնուամենայնիվ նույն եթերները, անընդհատ անդրադարձերը, իրազեկումը նպաստում է նրան, որ մարդիկ մի փոքր ավելի զգոն լինեն, ավելի ուշադիր լինեն սեփական առողջության հանդեպ եւ վկայում են նաեւ թվերը, որ ավելի վաղ փուլերում հայտնաբերումները բարձր տոկոս է կազմում։ Գիտեք, հարցը անգամ միայն նա չէ, որ մենք վաղ փուլում գտանք, բուժեցինք ու այսպես ասած փրկեցինք մարդուն։ Բնականաբար ապրելիության ցուցանիշը ամենակարևորն է, բայց կա երկրորդ ցուցանիշը, որը ընդունված է, երկրորդ ամենակարևոր ցուցանիշը դա կյանքի որակն է։ Այսինքն մենք ինչքան վաղ գտնենք, այնքան մեր բուժումի հետևանքով իր կյանքի որակը չի տուժի։ Չգիտեմ, օրգանը կպահպանենք, քիմիոթերապիա չի ստանա կամ շատ ավելի նվազ ծախսերով եւ ֆիզիկական կամ ժամանակային ռեսուրս ավելի քիչ կծախսի պացիենտը։ Այն նաեւ դրա մասին էի ուզում որ խոսենք, որ հաճախ երբ որ մենք հայտնաբերում ենք ուշ փուլերում, օրգան պահպան վիրահատությունները ավելի քիչ քանակ են կազմում, հա, ընդհանուրի մեջ։ Ինչ նորարարություններ կան Հայաստանում, որոնք կարող են չվախեցնել կանանց, որ օրինակ, չգիտեմ, վիրահատությունից հետո իրենց այդ ֆիզիոլոգիական, հա, կառուցվածքը կփոփոխվի, այդ մասով է, չէ, Հայաստանում ունենք ձեռքբերումներ եւ ինչպիսի ձեռքբերումներ ունենք։
Գիտեք, քանի որ այդ ամեն ինչը շատ վաղուց արվում ամբողջ աշխարհում, ավելին ասեմ, մենք էլ ենք շատ վաղուց իրականացնում, պրակտիկորեն վստահ կարող եմ ասել, ես երևի մի 7-8 արտասահմանյան կենտրոններում որոշակի վերապատրաստումներ անցել եմ, անում ենք համարյա նույն բաները, ինչ որ արվում է դրսում, եւ առաջի հերթին մենք փորձում ենք կուրսը պահպանել։ Ինչքանով որ դա հնարավոր է, իսկ ինչքան տեխնոլոգիաները շատանում են, դեղորայքը շատանում է, այսպես ասած մոտեցումները փոխվում են, այնքան ավելի լայն են դառնում հնարավորությունները կուրս պահպանելու։ Եթե դրա հնարավորությունը չկա, ապա այստեղ մեզ օգնության է գալիս ռեկոնստրուկցիան, հա, այնտեղ լինում է սեփական հյուսվածքներով կամ իմպլանտներով, հա, ամեն դեպքը պետք է առանձին ուսումնասիրվի, որպես կանոն միամոմենտները, այսինքն երբ որ այդ օրը վիրահատում ես կուրս կհեռացնում ես, եւ անմիջապես վերականգնում ես, դրանք լինում են իմպլանտներով։ Ու բնականաբար դա հոգեբանական մեծ աջակցություն է կնոջ համար եւ կինով արտանում է իմպլանտով, համարյա չի հասկանում, թե ինչ հոգեբանական բարդույթների մեջով նա կանցներ, եթե այդ վիրահատությունը չլիներ։ Ինքը չի կարող անգամ պատկերացնել մյուս կնոջ ապրումները, որը որ ինչ որ պատճառով չի իրականացվել նրա։ Ինչ որտեղ գուցե թերարժեքության զգացողությունը չի լինում այդ դեպքերում։ Միանշանակ կանայք իրենց կյանքը շատ հաճախ բաժանում են մինչև այդ հիվանդությունը եւ հիվանդությունից հետո եւ բժիշկը մեծ դեր ունի այստեղ, որպեսզի կարողանա նրան վերադարձնել, որքանով դա հնարավոր է նրա նախկին կյանքի հունին։ Լիարժեք կյանքին, այսինքն որ ինքը նույնպես կարող է հագնել գեղեցիկ զգեստ, ապրել նույն կյանքով, այցելել, չգիտեմ, թանգարաններ, միջոցառումներ, այսինքն կյանքը չի բաժանվում։ Մենք ունենք պացիենտներ, ովքեր երեխաներ ունենում հետո։ Ես հաճախ պացիենտներիս ասում եմ, վիրահատության օրը առավոտյան այցելում ենք, նոր ենք բարձրանում վիրահասարան, միշտ ասում եմ կբերեք ձեր հետ մի հատ լողազգեստ, ասում են ես չեմ գրում, ասում եմ մի օր կարող գնաս լողազգեստ բեր կամ, չգիտեմ, կրծքալ, հագնում են եւ կտրվածքի ընտրությունը երբեմն անում եմ ըստ լողազգեստի, որ հետագայում եթե հանկարծ մի օր թոշմանի եւ գիտեք ինչ, այդ օրը պացիենտները այնքան տարված են լինում իրենց հիմնական հիվանդությունով, երբեմն իրենց թվում է շատ մանրուքով է բժիշկը հիմա զբաղված։ Բժիշկը ասում են ինձ սպին հետաքրքիր չի, ինձ գեղեցկություն հետաքրքիր չի, ինձ փրկի եւ ես ուզում եմ առողջ լինել եւ բայց ես ասում եմ դու հիմա տենց ես ասում, դու ուղիղ մի ամիս հետո ինձանից ուրիշ բան ես ուզելու։ Ասում եմ թող ես անեմ այն, որ դու մի ամիս հետո գոհում ես եւ միշտ այդպես լինում է։ Մի ամիս հետո նամակներ եմ ստանում, շնորհակալություն, որ ես վերադարձել եմ, չգիտեմ ինչ, ես ինքնավստահությունս լողավազան եւ այլն։ Ինչ միֆերի եք հանդիպել ձեր պրակտիկայի ընթացքում, որոնք վերաբերել են կրծքագեղձի քաղցկեղին, որ ասենք նույն պացիենտներից եք լսել կամ ասենք ամենահաճախ հանդիպողներից մինչև ամենազավեշտալիները։ Երկու ամենա որ sense անընդհատ է գուցե կրկնվում կամ ամենաշատ եք տպավորվել։ Շատ կրկնվելը դա բիոպսիայի վախն է, երբ որ բոլորը վստահ են, որ բիոպսիայից ուռուցքը անմիջապես կտարածվի, չգիտեմ, իրանք չեն հասցնի անգամ տուն գնան եւ այլն։ Ես նման դեպքերում միշտ ասում եմ, երբ որ բիոպսիա եմ առաջարկում, իրանք այդ դրա մասին խոսում են, ասում եմ, ստացվում է, որ ես մտածված ուզում եմ քեզ հիմա վատություն անեմ ու դու պաշտպանվում ես, տենց ժպիտ առաջանում, ասում եմ, եկեք տրամաբան ենք, հա, ես դուք եկել եք հիմնարկ բուժվելու ու բժիշկները ուզում են ձեզ անպայման վատություն անել։ Ասում եմ, այդ ամեն ինչը ստուգվել է, ապացուցվել է, որ ճիշտ բուժում ստանալու համար անհրաժեշտ է բիոպսիա անել։ Սա ամենահաճախը, ամենազավեշտալին, որ ես տեսել եմ, որ հարազատները, դա ինձ թվում է արդեն ինչ որ կրթական խնդիր կա, կամ հարազատները կնոջ երեխաներին առանձին էին պահում, որ չվարակեին։ Իհարկե այնտեղ մենք հատուկ զրույց ունեցանք, որ չկա այդ նման բան, ետ տվեք երեխաներին այդ կնոջը եւ այլն։ Իրանք մտածում են, որ դա կարող է ինֆեկցիոն հիվանդություն լինել։ Իսկ ինչ կասեիք այն կանանց, ովքեր կարծում են, որ սկրինինգը կամ պարբերական հետազոտումները իրենց համար չի եւ սովորաբար ասում են, որ դեռ վաղ է ինձ համար այդ հետազոտությունը անցնելու։ Որն է այն սահմանը, որից սկսած ոչ թե չասենք, որ վաղ չէ, այլ ցանկալի է եւ անհրաժեշտ, որպեսզի կանխարգելենք կամ մաքսիմալ վաղ շրջանում հայտնաբերենք, ինչ պետք է անի կինը։ Տեսեք, գոյություն ունեն ռիսկի խմբեր,
Իհարկե ռիսկի խմբերի որոշելու համար կան թանկարժեք արյան անալիզներ, տեսակներ, որոնք որ հայտնաբերում են այդ մուտացիաները, գեները եւ այլն։ Բայց եթե անգամ կինը չի արել այդ անալիզները կամ բժիշկը կամ գենետիկայի ցուցումը չի դրել, կարելի է պարզապես պատկերացնել, ունեք արդյոք մտերիմ հարազատներ առաջին կարգի, ովքեր ունեցել են քաղցկեղ, հա, կլինի դա կրծքագեղձի քաղցկեղ, մայր, կույր, դուստր, տատիկ, կլինի դա շագանակագեղձի քաղցկեղ, եթե կնոջ հայրը ունեցել է կամ շագանակագեղձի քաղցկեղ, այսպես ձվարանների քաղցկեղի որոշ տեսակներ, այո, եթե նման բան եղել է եւ հատկապես հարազատի մոտ դա հայտնվել է երիտասարդ տարիքում, դա կողմնակի խոսում է, որ դուք գտնվում եք ռիսկի խմբում եւ ժամանակ առ ժամանակ պետք է հետազոտվել անգամ երիտասարդ տարիքից, երբեմն 30 տարեկանից, չեմ ասում ամեն անգամ մամոգրաֆիա, բայց գոնե սովորական ուլտրաձայնային հետազոտություն կամ բժշկին այցելելը ցանկալի լինի։ Եթե չունեք այդպիսի ծանրաբեռնված անամնեզ, իհարկե լավ կլինի որոշումը ինքնուրույն չկայանացնել, այսինքն նորմալ դիմաց քո ընտանեկան բժշկի կամ մեկ այլ մասնագետի ինտերես եւ ինքը կողմը ժամանակացույց սահմանի։ Այդ դեպքում 40 տարեկանից սկսած սովորաբար խորհուրդ են տալիս արդեն գործիքային հետազոտությունները քննարկել մամոգրաֆիան պետք է թե չէ 45-ից հստակ, հա, եթե վերցնենք եվրոպական ուղեցույցները 45-ից, որոշ երկրներում դեռ 50-ից, որ ոսկե ստանդարտ էր միշտ 50-ը, հիմա մի փոքր իջել են, Միացյալ Նահանգներում 40-ից են սկսում, դա մի քանի պատճառով է այդպիսի փոփոխություններ եղել, նախ սարքերն են փոխվել իրենց որակով, այսինքն եթե ժամանակին, չգիտեմ, տասնյակ տարիներ առաջ այդ սարքերը բավական ճառագայթ էին իրանցից ենթադրում, հիմա մամոգրաֆիայի, սենց ասեմ, կա դու կարող ես ինքնաթիռով մեկնել Մոսկվա, նույն չափի ռադիացիա ունենաս, ինչ որ կարող մի քանի անգամ մամոգրաֆիա անես։ Դա էլ չէ, նախկինում ցենց շատ տարածված միֆ էր, որ մամոգրաֆիան ճառագայթում է, ուռուցքը կատաղում է։ Ինքը ռենտգեն ճառագայթ է, բայց այդտեղ այնքան ցածր դոզաներ են, որ եւ բացի դրանից դու չես անում ամեն օր, հա, ոսկե միայն դա 2 տարին մեկ միայն այն դեպքում, եթե նախորդ տարվա մեջ ինչ-որ փոփոխություն կար եւ բժիշկը ցուցում դրեց, որ տարին մեկ անել։ Ամեն երկիր մի քիչ ունի առանձնահատկություններ, որոնք կախված են նաև ֆինանսական հնարավորություններից այդ պետության, որտեղ նման հետազոտություններ ունեն իրենց ծախս արդյունավետության հարաբերակցությունը շատ կարևոր է այդ մասում։ Բայց սովորաբար 40-ից պետք է շատ ավելի ուշադիր լինեն։ Հորդորենք կանանց, որ ոչ միայն իրականում հոկտեմբերին ակտիվ լինեն եւ մեկ էլ մենք ասենց կանանց առողջության մասին ակտիվ խոսում ենք մեկ ամսյակի ընթացքում, բայց կարծում եմ, որ ամբողջ տարվա ընթացքում կինը պետք է հոգա իր առողջության մասին եւ անցնի այդ տարեկան մեկ անգամ սկրինինգները։ Մոռացեք վախենալ, վախում եմ ինչ-որ բան գտնեմ, իսկ չես վախում չգտնես։ Կամ գտնես ավելի ուշ փուլում, երբ որ անհնար է ավելի արդյունավետ ելք ունենալ։ Միանշանակ պետք է սիրել սեփական օրգանիզմը, որովհետև դա միայն ձերը չէ, ձեր հարազատների։ Այստեղ կուզեի, որ օրինակ 3 ինչ որ ուղերձ հղեիք կանանց, որով կհորդորեիք, կմոտիվացնեիք, որպեսզի ավելի ուշադիր լինեն իրենց առողջության հանդեպ, լինելով մարդ, ով կանանց հետ է աշխատում, ինչ 3 ուղերձ։ Դե մեկը կարծես ասացինք միասին, հա, որ չվախենան եւ հետազոտվեն։ Մյուսը կուզեի ասել, որ մենք ձեզ բոլորի շատ սիրում ենք, տղամարդիկ, եթե մի քիչ խաթր ունենք, դուք էլ ինքներդ ձեզ սիրեք, ասենց կարող եմ ասել։ Երրորդը գիտեք ինչ կուզեի, դուք միշտ ձեզ երիտասարդ զգացեք։ Մեկ-մեկ լինում են դեպքեր, երբ որ կանայք ասում են, որ կուրծքը պետք է կարող ենք պահպանել, ինձ ասում է, ինչի՞ս է պետք արդեն 40 տարեկան եմ։ Ասում եմ արդեն չէ, դեռ 40 տարեկան ես։ Ես ու միաժամանակ հանդիպում եմ մեկ-մեկ, իհարկե ցավոք սրտի քիչ է հանդիպում, շատ տարեց կանայք, որոնք շատ sense ամբողջ խնամքով վերաբերվում են իրենց կրծքագեղձին, իմ մոտ բացարձակ մի հատ շատ մեծ արգանք է առաջանում։ Դա էլ երրորդ ուղերձս լինի։ Եվ մի քանի հարցեր եւս վերջում, որպես բլից հարցեր, եթե ոչ բժիշկ, ապա բորդ հարց տվեցիք, ես անգամ դեռ չեմ պատկերացնում, եթե ոչ ուռուցքաբան, ապա ինչ բժիշկ։ Եթե ոչ բժիշկ, ապա միևնույն է բժիշկ։ Չեմ կարող ասել, բայց գիտեք, ինչ-որ մի ինտելեկտուալ մասնագիտություն կուզեի իրականում։ Okay։ Ամենաանսպասելի բուժման մեթոդը, որ պացիենտներն են ձեզ առաջարկել։ Իրենց հիվանդության կապված։ Չեք կարող։ Պատկերացրեք, որ եթերային չէ, հասկանալի չէ։
Արտահայտությունը, որը հաճախ եք օգտագործում ձեր աշխատանքի ընթացքում։ Պացիենտներին վերաբերյալ, թե գոլեգաներից։ Կարող եք եւ որը որ կուզեք, որը որ եթերային կլինի։ Եթե գոլեգաներից վերաբերյալ, դե շատ երիտասարդ աղջիկներ կանայք են աշխատում, որոնք դեռ ամբողջ աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով տեսնում ես անձնականը երկրորդ պլան են մղում ու միշտ հաճախ իրենց ծնողներից բացի, որոնք միշտ ամուսնացեք։ Ես չեմ ասում, ես ասում եմ երեխեք ջան, մարդ կյանքում գոնե մի անգամ պետք է ամուսնանա, շատ հաճախ եմ դա։ Մեկ անգամ պարտադիր է, չէ՞։ Գոնե մի անգամ պետք է ամուսնանա, փորձեք, ասում եմ դա։ Իսկ պացիենտների հետ կապված, քանի որ հակացուցումները հետ վիրահատական շատ չեն լինում, մեկ պացիենտները այս ինչ կարող եմ անել, այս կարող եմ, ես շատ հաճախ ասում եմ ինչ ուզում ես արա։ Եթե դա թույլատրելի է, այդ ֆրազան շատ եմ կիրառում, ինչ ուզում ես արա։ Եթե բժշկության մեջ կախարդական փայտիկ ունենայիք, ինչ կփոխեիք անմիջապես։ Բժշկության մեջ կվերացնեինք քաղցկեղը։ Մի մեթոդ կամ սարք, որ կուզենայիք ամեն հիվանդանոց ունենար։ Գիտեք, ինչ վերաբերում է կրծքագեղձին, երևի բոլոր սարքերը մեր հիվանդանոցը ունի։ Ես երևի կուզեի թվային մամոգրաֆ ունենային բոլոր մարզային հիվանդանոցները։ Որ ավելի կանխարգելում է։ Այո, որ ավելի հեշտ լինի մարդկանց հետազոտվում։ Ձեր սիրելի գիրքը կամ ֆիլմը բժշկության թեմայով։ Օй, գիտեք, Ռոբերտ Դե Նիրոյի ֆիլմ կար Ռոբի Ուիլյամսի հետ միասին Պրաբուժդենիա կոչվում էր, շատ ազդեցիկ հետաքրքիր ֆիլմ է, որ չի տեսել խորհուրդ կտամ։ Իսկ եթե գիրք։ Բժշկության թեմայով թե միայն մասնագիտականն է ամենագերակշռողը։ Վերջինը, որը տպավորվել էր նեյրովիրաբույժի մասին էր, մի վնասիր։ Մի արտասովոր դեպք, որը ձեզ հետ պատահել է վիրահատարանում։ Վիրահատարանում, գիտեք, վիրահատարանը ընդհանրապես գաղտնի տեղ է, ոչ մեկ չգիտի ինչ է կատարվում, եկեք ես ձեզ ուրիշ արտասովոր վիրահատարանում, մնում է վիրահատարանում։ Ես ավելի հետաքրքիր բան պատմեմ, դե ինչքան շատ վիրահատում ես, այնքան ավելի շատ մարդ ես փողոցում տեսնում, ով քեզ բարևում են, բայց միշտ չի որ իրան հիշում ես։ Անթիվ քանակությամբ կանայք են բարևում։ Հետո դա սկսեցի նկատել, քանի որ ես շատ եմ ճանապարհորդում, թե մասնագիտական, թե այնպես, մեկ-մեկ հայաշատ քաղաքներում եմ տեսնում բարևում են, ասում եմ արդեն դրան ենք հասել, բայց ամենահետաքրքիրը դա եղել է ինձ հետ Մայամիում, ընտանիքով մեկնել էինք հանգստանալու, առաջին անգամ եմ կյանքում Ֆլորիդա նահանգում ընդհանրապես, եւ լողապից վերադառնում ենք դեպի մեր հյուրանոց ու ճանապարհին մի կին վազելով գալիս է ինձ փաթաթում, վայ բժիշկ ջան, դու ստե ինչ ես անում, իմ վիրահատած պացիենտներից մեկն է, որտեղ Ֆլորիդայում, եկեք ձեզ հրավիրեմ մեր տուն, խոսեցինք, շփտացինք, հաջողություն արեցինք եւ ամենազավեշտալին ինչն է, որ փողոցը անցանք, երևի մի 5 րոպե քայլելու դեպի մեր հյուրանոց, մի հատ լրիվ ուրիշ կին, որին էլի վիրահատել եմ, նույն ձև վազելով գալիս է, բժիշկ ջան, այսինքն այդ աստիճան հերու քաղաքում միաժամանակ երկու խաչմերուկում հանդիպել եմ երկու պացիենտի ում վիրահատել է, այտենց տպավորվել էր մեջս։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար, հուսով եմ, որ մենք միթեթև եւս մոտիվացրեցինք կանանց, որ իրենք հետևեն իրենց առողջությանը, վաղ ախտորոշվեն եւ հասնեն լավագույն արդյունքին, որը հնարավոր է եթե ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղը։ Եվ ինչ եմ ուզում ասեմ, մենք որ ասում ենք անդադ գնացեք ու մամոգրաֆիա արեք, մենք չենք ասում գնացեք ձեր ուռուցքը գտեք։ 1000 հոգի գնալու է նկարի, մեջից 990-ը ոչինչ չտեսնի կամ 995-ը ու գնա իր գործով։ Լինելով որ առողջ է, այսինքն պարտադիր չի որ դուք նկարեք եւ ինչ-որ մի բան գտնեք։ Լինենք ուղղակի առողջ, տեղեկացված եւ առողջ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Բժիշկ Ավետիսյան, մեր գործընկեր Թեյանը մի փոքր նվեր է պատրաստել, որը կջերմացնի ձեր աշնանային երեկոները։ Շնորհակալ եմ։ Ապրեք։ Եղեք տեղեկացված, պաշտպանված եւ առողջ։ Այսօրվա Մեդթայմի համար նախատեսել էինք այսքանը։ Կհանդիպենք։